Մի հետաքրքիր բան ասեմ, հա։ Բավական է, ես փորձեմ մի հատ reels հանեմ Trickster-ի մասին եւ մի բան կատարվում է։ Կամ հեռախոսն գնում այդ չարյաց փոքրագույնը, կամ reels-ը ընդհանրապես ձայն չի ունենում, ինչպես էս նախորդը, բայց ես համառ եմ, որովհետեւ իմ կյանքը նվիրված է Trickster-ների դեմ պայքարին, իհարկե կատակում եմ։ Իսկ այս հատվածը, որի մասին ես հիմա կխոսեմ, մի քիչ կոմերցիոն է, որտեղ մասսա մի մեծ վճարովի դասախոսությունից, որը տեղի կունենա ապրիլի վերջին եւ վերնագրված է խեղ կատակի կերպարը եւ սինդրոմը քաղաքականության եւ գրականության մեջ։ Նո մասսան իհարկե թատրոնում եւ մշակույթում, բայց դրա մասին հաջորդի։ Վերջին քաղաքական դեպքերը կուկուրուզից մինչև կարտոֆիլ մենք ապրում ենք ուտելիքների շարքում, եթե ուշադիր լինեք, այդ ուտելիքները շատ հասարակ են եւ ժողովրդական, մեր մոտ առաջացնում է որոշակի տարակուսանք, ես արդեն լսել եմ բոլոր այն հնարավոր արտացոլանքները, որոնք կան մամուլում տարբեր ձևի, ներառյալ նրանից, որ լավ է անում, բոլորիդ աչքը հանում է, վերջացած նրանով, որ ճիշտ է ասում, բայց ես մտադիր չեմ դրան տալ էմոցիոնալ գնահատական, ոչ էլ այս պահին մտադիր եմ տալ քաղաքական գնահատական։ Ես մտադիր եմ խոսել այն մասին, թե ինչ է Trickster-ը եւ որտեղից է առաջանում։ Մի զարմացեք, Trickster-ը ունի աստվածային ծագում։ Աստվածային ծագում նշանակում է, հիմա կասեք, հոյ, ինչ աստվածային, No. Աստվածային նշանակում է գերագույն էլիտար եւ ավտոմատ կապ ունի աստված, իշխանություն կամ թագավոր։ Թագավոր կամ իշխանություն նայած որակ էլի եւ հայր իշխանություն, պատրիարխալ ընտանիք, պատրիարխալ հասարակություն գծի հետ եւ ուրեմն աստվածները Պարզվում է, ունեցել են Trickster աստվածներ իրենց պանթեոններում, դա Հերմեսն է հունական պանթեոնում, դա Լոկին է սկանդինավյան պանթեոնում եւ ովքեր են այդ կիս աստվածները, որովհետեւ իրենք ընկալվում են իբրև կիս աստվածներ, չեն ընկալում իբրև ամբողջական աստվածներ։ Ուշադիր նայենք, աստված ինքը իր բնույթով, անկախ նրանից հեթանոսական է, քրիստոնեական է, մուսուլմանական է, տարբեր մոդիֆիկացիաներով, երկու ֆունկցիա ունի, ինքը պատժող է եւ պարգևատրող, ինքը ուրիշ մեդիտացիաների մեջ չի ընկնում, ընդ որում ցանկալի է, որ աստված, թագավոր, հայր, բոլորը արդարացի պատժեն եւ արդարացի պարգևատրեն, այստեղ շատ կարևոր է արդարացի բառը, որովհետեւ մարդու բոլոր ներքին կոնֆլիկտները ծագում են անարդարության զգացողությունից, դրա համար Աստվածաշունչը շատ ճիշտ բացատրում է, որ մարդու մոտ անարդարության զգացում առաջանում, ասում է, նայ նախածի մեղքը։ Բայց դա մի կողմ դնենք եւ վերադառնանք այդ Trickster-ների կերպարներին, նույն Լոկին, նույն Հերմեսը։ Հիմա այս Trickster-ները աստվածների շրջանում են բնակվում, անմահ են, այո, Trickster-ը միշտ անմահ է, բայց դրա հետ մեկտեղ ունեն խնդիրներ աստվածների հետ, որտեղ իրենց սխալ են պահում, ոչ թե զայրանում են աստվածների նման, ոչ թե խանդում են աստվածների նման, ոչ թե պատժում են աստվածների նման, այլ կասեին ռուսները gadget, այսինքն անում են տխեղ ստոր բաներ եւ անում են դա ակներևաբար հաճույքով։ Ու Trickster-ը միշտ կապ ունի ցածր խավերի հետ, այսինքն երբ որ աստված պետք է իջնի ինչ-որ մեկին ինչ-որ բան փոխանցի, մի տեսակ չի ներում նրան այդ ամբողջ արժանապատվությունը, միշտ ուղարկում է Trickster-ներին։ Եվ ինչ-որ մի բան միշտ այն չի իրենց ծագման մեջ, իրենց ծնունդը մի քիչ խառն է, էլի աստվածային չի, մեկը միշտ խառն է, ասենք Լոկիի ծննդի մեջ, Հերմեսի ծննդի մեջ, ինչ-որ մի միստիկ, ոչ աստվածային, տիտանական, հսկայական բան կա, որ աստվածների համահրանքն է հարություն, իսկ Trickster-ները լինելով աստվածային տիրույթում, իսկ տվյալ դեպքում իշխանային տիրույթում, ներվայնանում են, շատ ջղայնանում են, որ իրենց չեն ընկալվում իբրև աստված։ Հոգեբանական արքետիպի պլանում դա գրանձիոզ նարցիսներն են, որոնք միշտ ուզում են ճիշտ լինել, միշտ ուզում են ճշմարտությունը երեսին ասել եւ միևնույն ժամանակ նյարդայնանում են, որ իրենց չեն ընկալում իբրև աստված։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս վերջին էպիզոդը
քարտեզը կպցնելը կոստյումին, դա գիտեք ինչ է, դա շատ հզոր նարցիսիստական սիմվոլիկա է, որովհետև երբ որ մարդ կպցնում է իր վրա երկրի քարտեզ, ուշադիր եղեք, ոչ թե դրոշ, այլ քարտեզ, որտեղ դրոշը դա սիմվոլ է, իսկ քարտեզը դա տարածքային միավոր է, իսկ տարածքային միավոր կպցնել կրծքի նշանակում է ասել, որ ես եմ դրա տերը, ես եմ դրա տնօրինողը, այսինքն դա աստվածային ֆունկցիա է, բայց միևնույն ժամանակ կատարում է նաև տրիքստերական ֆունկցիա, իսկ տրիքստերը դա նույն խեղկատակն է, նույն փչացնողն է, նույն ջեստերն է, նույն խաբեբանը, եւ տրիքստերը ի տարբերություն աստվածների, որոնք պետք է պահպանեն աստվածային բառապաշար, աստվածային կեցվածք, նույնիսկ բարկանան ազնիվ զայրույթով, դա կարող է լինել շատ դաժան, բայց լինի ազնիվ զայրույթ, իրեն վերապահում է իրավունք խաղալ միանգամից երկու դաշտում՝ ժողովրդական եւ աստվածային, այսինքն լինելով իշխանություն իջնել վերևներից, լինելով տրիքստեր խաղալ խոսել ոչ աստվածային բառապաշարով, ջղայնանալ, բան տալ, լեզվակռիվ տալ եւ այլն։ Այս միավորը, օրինակ մենք այդ նույն տրիքստերային միավորը վերջերս տեսել ենք Տրամպի մոտ, իհարկե Տրամպի մոտ այդ տրիքստերությունը շատ ավելի նուրբ էր արտահայտված, երբ որ ինքը Ճապոնիայի վարչապետ Տոհուն ասաց, որ ճապոնացիներն էլ մեղավոր են, ես նոր եմ իմացել, թե ինչ են արել իրենք Pearl Harbor-ում, նո մենք հասկանում ենք, որ աստվածային ֆունկցիան իրենց ուսերին տանել չկարողացող մարդիկ ուզում են անպայման անել այն, ինչ որ Կամյուի Կալիգուլան, նա ասում է, ինչու չեք գնահատում դրաման, որ ես ձեզ բերում եմ, ինչու չեք հասկանում, թե ինչ կարևոր է իշխանության, բռնապետության, ղեկավարման մեջ տեսնել դրամա։ Իսկ դրամա դա չի նշանակում դրամատիկ երևույթներ, դա նշանակում է խաղ, դա նշանակում է նաև կոմեդիա, դա նշանակում է նաև վատ կոմեդիա։ Եվ ամբողջ հաշվարկը տրիքստերի դա նա է, որ երբ որ ինքը անի մի վատ բան, որի համար պետք է պատժվի, բոլորը կասեն, դե սա տրիքստեր է, էլի ընդհանրային բան չի հասկանում։ Իսկ որպես իշխանություն, այսինքն որպես աստվածային ֆունկցիա կրող մարդ, նա վստահ է, որ նա կունենա անպատժելիություն, ինչպես տրիքստեր աստվածները, որոնք ունեն անմահություն, որոնք ունեն խուսափելու գերագույն պատժից խուսափելու ունակություն։ Դա տրիքստերի բնույթն է, այս եթե ձեզ ասում եմ հիմա էլ ես եմ մարքեթինգ անում, եթե ուզենաք լեկցիայի շարունակությունը, ապա լեկցիայի շարունակությունը վճարովի դասախոսությունը կկայանա ապրիլի վերջին, հուսով եմ, որ ոչ ոք մեզ եւ ոչինչ չի խանգարի, եւ կսպասեմ ձեր անդրադարձներին, թե չէ բոլոր տրիքստերներին բնորոշ վերջին ֆրազով ավարտեմ, Լեոնիդ Ֆիլատովի սկազկա Ֆիդոտի Ստրիլցե, երբ որ Բաբա Յագային արդեն ուզում են պատժել իր արածների համար, ասում է, я фольклорный элемент, у меня есть документ, я вообще могу отсюда улететь в один момент, այ այն տրիքստերների թրջելու, փախչելու իզուր չէ, որ բոլոր տրիքստերները թրջող են, Հերմեսը թրջող է, Լոկին թրջող է, եւ թրջող են նաեւ քաղաքական տրիքստերները, կհանդիպենք հաջորդիվ։